Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, ձեզ ողջունում ենք մեր նոր տաղավարից եւ մեր առաջին հյուրն է Հայաստան խմբակցության պատգամավոր Ագնես Խամոյանը։ Տիկին Խամոյան, շնորհակալ եմ հյուրընկալվելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Տիկին Խամոյան, երեկ Հայաստան դաշինքը ներկայացրեց վարչապետի իր տեխնացուին, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Հիշում եմ վերջին կամ նախավերջին ասուլիսի ժամանակ պարոն Քոչարյանն ասաց, որ վարչապետի տեխնացուին կորոշեն նաև սոցհարցումներից, այդ եկած տվյալներով, ընդհանուր համագումարի բերելով արդյունքները, այդ կխնդրեի ներկայացնել վերջնական որոշումը ինչպես ընդունվեց։ Այն տրամաբանության շրջանակներում, որը որ դուք նկարագրեցիք եւ որի մասին նաեւ խոսել էր Ռոբերտ Քոչարյանը, այո, ամենաբարձր վարկանիշը ունի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը թիմում եւ ես կարծում եմ, որ նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ վստահ եմ, որ շատերը կզարմանան այն արձանագրած արդյունքներով, որոնք որ մենք ունենալու ենք, որը որ ունենալու է Հայաստան դաշինքը, ես կարծում եմ նաև, որ երեկվա միջոցառումը ցույց տվեց, որ մեր մահվան մասին լուրերը չափազանցված էին եւ Հայաստան դաշինքը իր առաջնորդով, իր ուժեղ թիմով, հարուստ փորձ ունեցող առաջնորդով պատրաստ է ստանձնել այն պատասխանատվությունը, պատրաստ է կատարել այն խոստումները, որոնք որ տալու է եւ տվել է մեր ընտրողներին եւ ես կարծում եմ, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները շատերի համար մեծ անակնկալներ են բացելու։ Անակնկալները դեռ արժևում են, ինչպես ասում են։ Անակնկալները արդյունքների տեսքով, այո, որովհետեւ հատկապես վերջին շրջանում ակնհայտորեն մեծ հակաքարոզչություն է իրականացվել Հայաստան դաշինքի նկատմամբ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, հատկապես վերջին տարվա ընթացքում ընդառաջ ընտրություններին ամեն կերպ փորձել են նվաստացնել մեր դերը եւ մեր տեղը ինչպես քաղաքական գլոբալ process-ների մեջ, այնպես էլ արդյունքներ գրանցելու համատեքստում։ Հակաքարոզչության անպայման անդրադառնալու ենք, բայց ուզում եմ նախ անդրադառնանք երեք տեղի ունեցածին, կարգախոսին անդրադառնանք։ Միասին մենք կարող ենք։ Այո, միասին մենք կարող ենք իրականացնել բոլոր այն ծրագրերը, որոնք որ ներկայացվեցին մեր կողմից, հիմնական ուղերձները, որոնք որ ներկայացվեցին մեր նաև բանախոսների կողմից, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր խոսքում շատ հստակ արձանագրեց այն նպատակները, որոնք որ մենք մեր առջև դնելու ենք եւ որոնցով գնալու ենք եւ ակնկալելու ենք, որ մեր ընտրողները, մեր քաղաքացիները իրենց ձայնը տալու են հենց Հայաստան դաշինքին։ Ես կարծում եմ, որ այդ ամեն ինչի հետ մեկտեղ բոլոր տնտեսական, սոցիալական ծրագրերի հետ մեկտեղ ամենակարևորը, որ մենք խոստանում ենք եւ վստահ ենք, որ միասին կարող ենք կառուցել անվտանգ Հայաստանի Հանրապետություն այսօրվա փխրուն աշխարհում, այսօրվա հեղեղուկ աշխարհում, երբ որ չգիտեմ, հարևան երկրները հաջորդ օրը կարող են որոշել իրար հետ պատերազմել կամ իրավիճակը կարող է ներքին անկայունությունները կարող են բերել տարբեր զարգացումների, այս ամենի համատեքստում շատ կարևոր է այսօր եւ մենք շատ կարևորում ենք կայունությունը եւ անվտանգությունը։ Անվտանգություն ոչ միայն արտաքին սահմաններին, այլ նաև երկրի ներսում, որովհետև արտաքին սահմանների անվտանգությունը գուցե շատ տեսանելի եւ շատ շոշափելի եւ շատ չափելի է, իսկ ներքին անվտանգությունը այն անհանգիստ մթնոլորտը, այն լարված մթնոլորտը, ես կասեի ագրեսիվ մթնոլորտը, որ այսօր կա Հայաստանի Հանրապետությունում, ես վստահ եմ, նաև այո, ինչու ոչ պառակտված վիճակը եւ առհասարակ ընդհուպ միջև հանցավորության վիճակը, որ կա այսօր Հայաստանի Հանրապետությունում, շատ չեմ ուզում ծավալվել կոնկրետ այդ թեմայի հետ կապված, բայց նկատի ունեմ, որ Հայաստանի Հանրապետության ներսում մենք պակաս խնդիրներ ըստ էության չունենք։ Դրանք ոչ միայն սոցիալ-տնտեսական խնդիրներ են, այլ նաև խնդիրներ են, որոնք կախված են այս ընդհանուր մթնոլորտի հետ, որ նաև ձևավորվել է հետպատերազմյան շրջանում, իր տարբեր այսպես դրսևորումներն է ունենում, չգիտեմ, միջև մարդկանց միջանձնային հարաբերություններ, այսինքն մարդիկ կայունության եւ հանգստության եւ խաղաղության զգացումով են ուզում ապրել
խաղաղության մեջ, կայունության մեջ են ուզում ապրել եւ դա նախ եւ առաջ կախված է իհարկե ներսի կայունությունից, ներսի հանգստությունից եւ ես վստահ եմ, որ հենց Հայաստան դաշինքը, հենց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող է բերել այդ կայունությունը եւ խաղաղությունը, որքան էլ որ փորձում են այնպես քարոզչությունը տանել, որ հեսա գալիս է պատերազմ լինելու, ներսում, չգիտեմ, համատարած բոլորին պատժելու են, համատարած բոլորին, չգիտեմ, ինչ են անելու, վենդետաներ են լինելու եւ այլն, նման բաներ չի լինելու։ Այո, բայց այն մարդիկ, ովքեր պատասխանատվություն են կրում եւ պատասխանատվություն են կրում նաեւ պատերազմի, մեր հազարավոր զոհերի, սխալ վարած բանակցությունների, քաղաքականության հետևանքով, որը բերել է մեզ, հասցրել է այն իրավիճակին, որում մենք գտնվում ենք, միանշանակ այդ մարդիկ պետք է պատասխանատվություն կրեն, այլ կերպ լինել չի կարող եւ դրա մասին նաեւ խոսեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր ելույթի ժամանակ։ Այո, համատարած վենդետաներ բնականաբար չեն լինելու, առհասարակ ես կարծում եմ, որ մեզ համերաշխության, միասնության նաեւ միջոցառում է, այսպես ասած, պակասում, բայց նորից եմ կրկնում, բայց հանցանքների համար մեղավորները, կոնկրետ հանցագործները պետք է կրեն իրենց պատասխանատվությունը, արդարությունը պետք է հաստատվի։ Հնարավոր չի առանց արդարության հաստատման կառուցել ուժեղ, անվտանգ, խաղաղ եւ բարեկեցիկ Հայաստանի Հանրապետություն, առհասարակ առանց արդարության դժվար է որևէ բան կառուցել։ Դուք ձեր կյանքում էլ կարող եք տեսնել, անարդարությունը հանգեցնում է նոր հանցագործությունների, անարդարությունը հանգեցնում է նոր խնդիրների եւ նոր կոնֆլիկտների։ Տիկին Խամոյան, դուք նշեցիք, որ տևական ժամանակ հակաքորոշչություն կար եւ որոշակի շրջանակներ տարածում են միֆեր, տարատեսակ ապատեղեկատվություն երկրորդ նախագահի եւ ձեր թիմի շուրջ, ովքեր են այդ շրջանակները կամ որոնք են, միայն իշխանությունն է, թե? Ոչ, միայն ցավոք սրտի, միայն իշխանությունը չէ, նաեւ ընդդիմադիր դաշտում գործունեություն ծավալող որոշ դերակատարներ, անթակույց կամ, չգիտեմ, տարբեր եղանակներով այդ հակաքարոզչությունը իրականացրել են, իրականացնում են այսօր էլ, բայց մեր գործընկերները, Հայաստան խմբակցության падգամավորները, նաև Իշխան Սաղաթելյանը իր խոսքում շատ հստակ ընդգծեց, որ այդ հակամարտությունը օգուտ է տալիս միայն իշխանությանը եւ դրանից շահում է միայն իշխանությունը։ Մենք երբևէ որևէ ընդդիմադիրի չենք փորձել հարվածել, չենք հարվածել, որքան էլ որ մեր հասցեին ամենաանազնիվ ճանապարհներով հակաքարոզչություն են իրականացրել։ Ես մարդ եմ, որ դա նաև սեփական մաշկի վրա է զգացել, ինչևէ, երբեք չենք պատասխանել այն ծավալներով, որով որ իրականացվել է մեր դեմ այդ հակաքարոզչությունը։ Իհարկե եղել են դրվագներ, երբ լռելը այլևս անխուսափելի է եղել եւ դրան հետևել են արձագանքներ, բայց ես ուզում եմ հույս հայտնել, որ այս շրջանում կամ գոնե այս շրջանում ընդդիմադիր գործընկերները կհասկանան, որ մեզ հարվածելու հաշվին իրենք չեն կարող դիվիդենդներ հավաքել եւ ամենալավ ճանապարհը, ամենաազնիվ ճանապարհը, ամենապատվաբեր ճանապարհը սեփական ծրագրերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ներկայացնելն է եւ կարողանալ համոզելը, թե ինչու քաղաքացին հենց իրենց պետք է ընտրի։ Ես չեմ կարծում, որ որևէ մեկին պատիվ է բերում գործընկերոջը հարվածելով այսպես ձայներ հավաքելը կամ ընդհանուր մթնոլորտում իր անձի նկատմամբ այսպես դրական վերաբերմունք ձևավորելը։ Ես հուսամ, որ մեր ընդդիմադիր որոշ գործընկերներ ընդառաջ կգնան այդ կոչին, այդ առաջարկությանը իրար չհարվածելու եւ պայքարելու մեր մեկ հիմնական հակառակորդի դեմ, իսկ այս ընտրապայքարում ակնհայտ է, թե ով է հակառակորդը,
այս իշխանություններն են իդեմս Նիկոլ Փաշինյանի, ով ամեն օր մի ճաշ է ուտում եւ հետո դա ներկայացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին որպես լուրջ ձեռքբերում։ Ես կարծում եմ, որ մենք ամեն ինչ պետք է անենք, բոլոր ամբիցիաները պետք է մի կողմ դրվեն եւ մենք բոլորով միասին հավաքական ընդդիմությունը որպես մեկ միասնական միավոր կարողանա հասնել այս իշխանությունների հեռացմանը, որովհետեւ եթե դա չկարողանանք անել, հետո հիշելու ենք ինչ կանխատեսումներ էինք անում եւ ցավով արձանագրելու ենք, որ այդ կանխատեսումները կյանքի են կոչվել, ինչպես որ 2021 թվականին էինք անում եւ հիմա արդեն 5 տարի անց արձանագրում ենք, որ այն բոլոր կանխատեսումները ցավով ենք արձանագրում, որ այն բոլոր կանխատեսումները, որ մենք անում ենք, բոլորը կյանքի են կոչվել։ Անդրադառնանք Ռոբերտ Քոչարյանի այս հայտարարությանը, նա ասաց. «Չեմ հանգստանալու այնքան ժամանակ, մինչև նրանք չհեռանան»։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ երկրորդ նախագահը Հայաստան Դաշինքի առաջնորդը հայտարարում է, որ ինքը չի հանգստանալու այնքան ժամանակ, մինչև այս իշխանությունները չհեռանան։ Ես կարծում եմ, որ որևէ մեկը չի կարող կասկածել իր հայտարարության անկեղծությանը, որևէ մեկը չի կարող կասկածել այդ անկեղծությանը։ Կարող են նրան սիրել, չսիրել, Հայաստան Դաշինքին ընդունել, չընդունել, բայց որ մենք անկեղծ ենք եղել այս տարիների ընթացքում մեր պայքարում, ես կարծում եմ, որ դրան որևէ մեկը չի կարող կասկածել։ Գուցե շատ չենք խոսել դրա մասին, գուցե մեզ շատ չենք գովացել, գուցե շատ չենք ներկայացրել այն ամեն ինչը, ինչ որ իրականացրել ենք, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ մենք անկեղծ ենք եղել մեր պայքարի մեջ, մենք ամեն ինչ արել ենք եւ փողոցում եւ խորհրդարանում, որ օր առաջ ազատվենք այս իշխանություններից։ Ռոբերտ Քոչարյանը նաեւ մեր ոդքասթի ժամանակ պատմեց, որ 2018 թվականին միջնորդավորված 2 անգամ իրեն առաջարկել են չգալ Հայաստանի Հանրապետություն, երբ արդեն գործը հարուցված է եղել, ըստ էության դրանով նաեւ հերրու պահելով նրան քաղաքական գործընթացներից, բայց գիտակցելով, որ իրեն բռնելու են, գործը հարուցելու են եւ նստացնելու են, ինքը գիտակցված որոշում է կայացրել եւ եկել է Հայաստանի Հանրապետություն՝ ի տարբերություն որոշ մարդկանց, ովքեր մինչև այսօր էլ չեն համարձակվում գալ եւ չեն համարձակվում առերեսվել այն իրականության հետ, այն անօրեն իրականության հետ, որ այսօր ստեղծված է Հայաստանի Հանրապետությունում, բայց մարդը եկել է, պայքարել է, նստել է, շարունակել է իր պայքարը, առհասարակ 2021 թվականից հետո չի հիասթափվել, չի փորձել հեռանալ, որևէ րոպե չի մտածել հեռանալու մասին եւ այս ամենը թողնելու մասին, շարունակել է պայքարել եւ հիմա վստահ պնդում եմ, որ մենք շարունակելու ենք այս պայքարը։ Հեշտ չի լինելու միանշանակ եւ որևէ մեկը, ես վստահ եմ իմ գործընկերներից որևէ մեկը, ով մտել է այս ամեն ինչի մեջ, ինքը արդեն այն գիտակցումով է մտել, որ հեշտ չի լինելու։ Առհասարակ իշխանափոխությունը հեշտ բան չի, հատկապես այն դեպքում, երբ որ այս իշխանությունները սոսնձով ամրացված են իրենց աթոռին եւ ցանկացած ապօրինության կգնան իրենց աթոռի պահպանության համար, բայց ամենակարևոր բանը եւ իմ համար գնահատելի բանը իմ գործընկերների նաեւ պահվածքը տեսնելով, գործունեությունը տեսնելով, դա այն է, որ մարդիկ չեն հոգնում։ Ամենահեշտ բանը, գիտեք, հոգնելն է, հիասթափվելն է եւ այս ամեն ինչը թողնելն է։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ իմ գործընկերներից վստահաբար բոլորը կամ մեծամասնությունը շատ ավելի լավ աշխատանք կարող են գտնել, եթե այս ամեն ինչից դուրս գան, բայց մեզ առաջ է մղում այն առաքելությունը, այն խոստումների կատարումը, որով որ մենք սկսել ենք մեր գործունեությունը, ոմանք շարունակել են իրենց գործունեությունը։ Ռոբերտ Քոչարյանը երկար տարիների դադարից հետո 18 թվականից նորից վերսկսել է, ըստ էության մտնելով նաև քաղաքական պրոցեսների մեջ։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ մենք դրա համար ամեն ինչ անելու ենք։
Կարևոր էր նաև այն դիտարկումը, որ մարդկանց մեջ հատկապես այս իշխանությունները ամեն կերպ փորձում են սպանել այն գիտակցումը, որ մենք կարող ենք։ Մեզ անընդհատ փորձում են համոզել, որ մենք պարտվող ենք, որ մենք դասալիք ենք, որ մենք չենք կարող, պետք է հարմարվենք, հաշտվենք այս իրականության հետ, եւ այստեղ երևի թե կարևոր կետերից էր նաև սեփական ուժերին հավատալն ու օրինակ Ռոբերտ Քոչարյանի այն կետը, որով ասաց, որ մենք նպատակ ունենք եւ դառնալու ենք Հարավային Կովկասի ամենալավ կազմակերպված պետություններից մեկը։ Միանշան է, գիտեք, ամենահեշտ ձևը մարդկանց կառավարելի դարձնելու համար, երբ որ դու մարդուն թույլատրում ես։ Հիմա այս իշխանությունները իրենց վարած քաղաքականությունով ինչ են անում, տեսեք։ Օրինակ շատերի մոտ հարց է ծագում, թե ինչով է պայմանավորված Նիկոլ Փաշինյանի կողմից ամեն օր մի բան ուտելը ի ցույց դնելով։ Մի օր պերաշկի, մի օր կուկուռուզ, մի օր լավաշ, մի օր թթու լավաշ, մի օր եղինջով ապուր։ Հասկանում եք, առաջին հայացքից գուցե զավեշտալի է շատերի համար, բայց դա իրականում տեխնոլոգիա է։ Դա տեխնոլոգիա է մարդկանց խոսակցության նյութը եւ թեման կարևոր գոյաբանական հարցերից իջացնել մինչև ճաշի մակարդակ, հասկանում եք։ Կարկանդակը որտեղից էր, աղի չէր, ձեթով էր, ձեթով չէր, հասկանում եք։ Այսինքն մարդկանց ուշադրությունը շեղելն է հիմնական, առանցքային, կարևոր, երկրի համար կարևոր լուրջ նշանակություն ունեցող, չգիտեմ, անվտանգային խնդիրներից մինչև ավարտված սոցիալական տնտեսական խնդիրներ։ Այսինքն ռակուրսը փոխելն է հարցը։ Եվ Նիկոլ Փաշինյանը հավատարիմ իր այսպես հմտություններին, իր պատկերացման մասնագիտական հմտություններին, ինքը փորձում է դրանով ռակուրսը փոխել։ Իսկ դա աշխատում է։ Ես չգիտեմ, գուցե դա աշխատում է որոշ շրջանակի մարդկանց համար, որովհետև մարդիկ կան, որ այդ կերպարի մեջ տեսնում են իրենց։ Ես վստահ եմ, որ դուք հաճախ լսել եք այդ նախադասությունը, որ այ մեր նման է, այսինքն ինքը փորձում է ցույց տալ, որ ինքը, չգիտեմ, օրինակ, քանի $100,000 օրինակ մեքենայի միջից իջնում է, չգիտեմ ինչ ավտոշարասյուն է ու իրեն ուղեկցում, բայց ինքը այդ մեքենայից իջնում է, կամերան միանում է, ինքը դառնում է հասարակ ժողովրդի մի մասնիկը, բայց այստեղ երկու իրականություններ կա ու մեր երկիրը շատ փոքր երկիր է, մարդիկ շատ տեսնում են, չէ՞, ակնհայտորեն այդ երկու իրականությունները, տեսնում են այն ավտոշարասյունը, որով ինքը ընթանում է խելագար արագությամբ իդեպ, հասկանում եք, եւ տեսնում են իր էջում տեսանյութ, որտեղ ինքը օրինակ պերաշկի է ուտում։ Այսինքն այս երկու իրականությունները միևնույն է հակասում են իրար, մեկը մյուսին հերքում են, բայց հիմնական նպատակը նորից եմ ասում, վերադառնալով ձեր հարցին, նյութի, այսպես ասած, քննարկման առարկան իջեցնելն է, որ մարդիկ ոչ թե քննարկեն, թե օրինակ Հայաստանը ինչպիսի օրինակ խնդիրների առջև կարող է կանգնել, եթե Իսրայել, Իրան, ԱՄՆ պատերազմը օրինակ որ շարունակվի, հասկանում եք, երկարաձգվի ավելի։ Ինչպիսի օրինակ տնտեսական հետևանքներ կարող է լինել Հայաստանի Հանրապետության համար, տնտեսության վրա ինչ ազդեցություն կարող է ունենալ, եթե Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը ավարտվի, որովհետև մեծ մասը մեր տնտեսության հիմա ըստ էության կառուցված է այդ պատերազմի հետևանքով կիրառված սանկցիաների տրամաբանության շրջանակներում։ Այսինքն ինքը չի քննարկում այս հարցերը լայն հանրության ըստ էության հետ, չի մատուցում այդ նյութը եւ միայն այն ներքևի ստորին, այսպես 10-րդական կարևորության հարցերն է բերում օրակարգ, դրանով փորձելով մարդկանց ուշադրությունը շեղել բոլոր այդ հարցերից, բայց մենք չենք կարող փախնել իրականությունից։ Մենք չենք կարող փախնել այն բոլոր խնդիրներից, որոնց առջև այսօր կանգնած է Հայաստանի Հանրապետությունը։ Եվ ես վստահ եմ, որ մարդիկ ընտրությունների գնալու են նաև այդ գիտակցումով, որ իրենք ուզում են կայուն մարդ, ղեկավար, որը առանց կապիկություններ անելու կարող է բանակցել, կարող է լուրջ հարցեր քննարկել եւ նաեւ հանրային, այսպես ասած,
հետաքրքրությունները բավարարելով բարձրացնել այդ քննարկման մակարդակը, հասկանում եք։ Առաջ մարդիկ ինչից էին խոսում զրուցարաններում եւ հիմա ինչից են խոսում զրուցարաններում։ Դուք այդպես եթե պատմական ակնարկ անեք, ես վստահ եմ, չէ, բոլորի քննարկման թեման, օրինակ, չգիտեմ, առաջ Ամերիկան այս երկրի հետ ինչ է անում, չէ, այսպես աշխարհաքաղաքական ինչ-որ աշխարհաքաղաքական վերլուծություններ էին անում։ Հիմա ասում եմ, մեր քննարկման առարկան դարձել է եւ Նիկոլ Փաշինյանն է դարձրել այդպես։ Մեր քննարկման առարկան դարձրել է իր քննարկման առարկան եւ դաշտ նետվող քննարկման առարկան դարձրել է իր պերաշկին ձեթով էր, թե առանց ձեթի էր։ Եվրամիությունը եւս մեկ անգամ հայտարարեց, որ պատրաստվում է արագ արձագանքման խումբ ուղարկել Հայաստանի իշխանությունների խնդրանքով ընտրություններին որևէ երկրի կողմից կամ որևէ ուժի կողմից որևէ ազդեցությունը բացառելու համար։ Տեսեք, սա անում է մի իշխանություն, որը աչքերը բացում է, խոսում է ինքնիշխանությունից, աչքերը փակում է, խոսում է ինքնիշխանությունից, քնի մեջ խոսում է ինքնիշխանությունից։ Սա անում է այդ իշխանությունը, ով ամենաբարձրն է գոռում ինքնիշխանության մասին։ Սա շատ կանխատեսելի իրականում հայտարարություն է եւ իրավիճակ է, հատկապես նրա ֆոնին, երբ որ արտաքին հետախուզական ծառայությունը հայտարարություն է անում, որ ինչ որ ակնհայտորեն առանց Ռուսաստանի անունը տալու, թե տվել է Ռուսաստանի անունը։ Չեն տվել, բայց որ ակնարկները դեպի այո, որ փորձում են այսպես միջամտություն անել, այո, միջամտել ընտրական process-ներին։ Դրանից անմիջապես հետո կայծակնային արագությամբ դեռ արտաքին հետախուզության այդ հաղորդագրությունը դուրս չի եկել, ՆԳՆ-ն արդեն հաղորդում էր տվել հանցագործության մասին։ Այս process-ը խոսում է նրա մասին, որ այդ ամեն ինչը Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակում գրված սցենար է, նաև լեգիտիմացնելու, ապագայում լեգիտիմացնելու, հիշեցնեմ, որ սա այն մեր ինքնիշխանության մասին ամենաշատը խոսող իշխանությունների մասին է խոսքը, լեգիտիմացնելու համար առաջիկայում նույն ընտրական process-ներին այլ ուժերի միջամտությունը։ Եվ մի մոռացեք, որ նաև ահռելի աջակցություն ցուցաբերվեց Հայաստանի Հանրապետությանը, որ իրենք կարողանան թափանցիկ, այսպես ասած, ընտրական process ապահովեն։ Այսինքն մի կողմից խոսում են ինքնիշխանության մասին, մյուս կողմից ասում են Եվրոպա արի միջամտի ընտրական process-ների վրա, չգիտեմ, ինչ ուժեր, չար, սև, խորհրդավոր ուժեր ազդեցություն են ուզում ունենալ եւ դրանով փորձում են նաեւ իրենց հետագա, ապագա գործողությունները այսպես լեգիտիմացնել նաեւ ընտրական process-ների հետ, որոնց դեռ անդրադարձ ես չեմ ուզում անել, բայց այս իշխանություններից ամեն ինչ սպասելի։ Բայց այնուամենայնիվ սա չի հասնելու ընտրական արդյունքների վրա, նմանատիպ միջամտությունը։ Տեսեք, նորից եմ ասում, շատ բնական է, որ եթե դու խոսում ես ինքնիշխանության մասին, դու չես կարող մեկի միջամտությունը ասել դա ինքնիշխանության խախտում է, այսինքն դուք խառնվում եք մեր ներքին գործերին, բայց մեկ այլ պարագայում, օրինակ Եվրամիության պարագայում ասել, որ այդ ձեր օգնությունը ընդունելի է։ Եվ ֆինանսական միջամտությունն է ընդունելի, եւ դիտորդական առաքելության այստեղ գործ ուղելն է ընդունելի։ Դու պետքա որոշես իսկապես, դու ինքնիշխան ես, թե ինքնիշխան չես։ Թե դու ուզում ես, որ ամեն ինչ արվի քո իշխանության վերարտադրության համար։ Ակնհայտ է, որ իրենք ամեն ինչ անում են իրենց իշխանության վերարտադրության համար։ Ես կարծում եմ, որ առաջիկա զարգացումները նաև շատ բաներ դեռ մեզ ցույց կտան եւ շատ վստահաբար առիթներ կլինեն այս հարցերին անդրադառնալու։ Որքան էլ զարմանալի թվա, բայց մեր հարևան Իրանում տեղի ունեցող պատերազմը ազդում է ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի վրա։ Հորմուզի նեղուցի փակումը արդեն աշխարհի տնտեսության համար բավականին խնդիրներ է ստեղծել, Եվրամիության համար, արաբական պետությունների համար, նույն Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, եւ այստեղ այսպիսի հարց է ծագում. կարող է արդյոք Իրանում տեղի ունեցող պատերազմը, որը կարծես թե մտնում է ձգձգվող փուլ, ազդել նաեւ
Հայաստանում իրավիճակի վրա, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի ընտրական վարկանիշի վրա։ Հիշում ենք, թրիփի ուղին դարձրել էին գրեթե նախընտրական քարոզչության ամենակարևոր շեշտադրում, ամերիկյան ներդրումներն էին կարևորում շատ, այնինչ օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԱՄՆ-ի համար այս պահին թրիփը առաջնային դեր չի կատարում։ Գիտեք, վերջերս ուսանողների հետ հանդիպման էի եւ միջազգային հարաբերությունների ուսանողներն էին եւ թրիփից էին հարցնում, ասացի երեխեք ջան, այս թրիփից արդեն պատերազմը սկսել էր, Իրանում պատերազմը արդեն սկսվել էր, հենց սկզբում եկեք արձանագրենք, որ այս թրիփից մնալու է Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի, Իլհամ Ալիևի լուսանկարը եւ կարծես կանխատեսումները իրականություն են դառնում, վերջերս այո նաեւ Նիկոլ Փաշինյանը շատ տխուր ձայնով հայտարարեց, որ հիմա թրիփը Ամերիկայի առաջնահերթություններից չի, ես չեմ էլ կարծում, որ եղել է Ամերիկայի առաջնահերթություններից թրիփը, պարզապես այդ լուսանկարի ֆոնին մեր հասարակությանը փորձում էին մատուցել, որ աշխարհացունց նվաճումներ են արձանագրել Ամերիկայում եւ հեսա տեսեք ոնց է բարգավաճելու մեր երկիրը։ Բազմաթիվ օրինակներով, բազմիցս, այդ թվում նաև մեր գործընկերները, երկրորդ նախագահ իր ասուլիսի ժամանակ անդրադարձել են հնարավոր օգուտներին թրիփի, որը բազմապատիկ անգամ շատ էին ներկայացնում այս իշխանությունները եւ այս քարոզչական թիվ 1 այսպես գործիքներ դարձել, հնարքներ դարձել մարդկանց ցույց տալու համար, թե տեսեք, հեսա ինչեր են լինելու։ Ես իհարկե ցավում եմ, որ մեր հարևան երկրում պատերազմ է, ես առհասարակ ցավում եմ, որ ավելի փաստորեն խնդիրները մեր համար տեսանելի են դառնում, ավելի շոշափելի են դառնում եւ այս ֆոնին իհարկե նաեւ տխրեցնում է այն անլրջությունը, անսպառ անլրջությունը, որ մենք տեսնում ենք այս իշխանությունների կողմից, դուք չգիտեմ կհիշեք, վերջին հարց ու պատասխանի ժամանակ ես մեջբերում եմ արտաքին հետախուզական ծառայության, որը ենթարկվում է Նիկոլ Փաշինյանին, զեկույցը, որտեղ սևով սպիտակի վրա նկարագրված է, թե ինչ խնդիրների առջև է կանգնելու Հայաստանի Հանրապետությունը, եթե Իրանում պատերազմ սկսվի եւ առավել եւս այդ պատերազմը ձգձգվի։ Կետերով նկարագրված է, կանխատեսումը արված է եւ դրան ինչ է հաջորդում Նիկոլ Փաշինյանի պատասխանը, որ ես կարկանդակ ուտելով փորձում եի հանգստացնել ժողովրդին, որ ամեն ինչ նորմալ է, հա, շեյխերն էլ այնտեղ տեսել էին, գնացել էին, սուրճ էին խմում, այո, իր օրինակով սուրճ էին խմում, իրենք էլ իրենց հասարակությանը փորձում էին ցույց տալ, որ ամեն ինչ լավ է, Աստված տա, որ պատերազմը շուտ ավարտվի մեր բարեկամ երկրում, Աստված տա, որ շուտ ավարտվի եւ չհասնենք նրան, որ շոշափելի նաև հետևանքներ, շատ շոշափելի նաև հետևանքներ լինեն մեզ համար, բայց ես կարծում եմ, որ չեմ կարող չարձանագրել, որ սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ մենք անլուրջ ղեկավար ունենալու շռայլություն այլևս պարզապես չունենք։ Մենք այդ ռեսուրսը չունենք։ Մենք այլևս չունենք, այլ տեղ չի մնացել։ Ավելի ժողովրդական լեզվով ասեմ, տեղ չի մնացել այլևս։ Եվ կյանքը ցույց է տալիս, որ ամեն օրը թանկ է մեր երկրի համար։ Եվ ամեն օրը կարող է ճակատագրական լինել մեր երկրի համար։ Ես ուզում եմ հուսալ, որ մեր քաղաքացիները քվյախցիկներին մոտենալու են այս տրամաբանությամբ։ Այս տրամաբանությամբ են մոտենալու։ Իրենք ուզում են լինել անվտանգ, կայուն, խաղաղ, կանխատեսելի ամենակարևորը, որտեվ դու չգիտես առավոտյան դու արթնանաս Նիկոլ Փաշինյանը ինչ օյն ա բերելու, կներեք այս բառի համար օյն ա բերելու մեր գլխին։ Շատ կարևոր է, որ կանխատեսելի առաջնորդություն լինի, կանխատեսելի։
Տիկին Խամոյան, մեր զրույցի վերջում նաև ամփոփենք երեկվա համագումարի արձագանքներն ու վերջին շրջանում ընդհանրապես շատ եք հանդիպում մարդկանց հետ, մարզեր, այցելություններ եւ այլն։ Մարդկանց տրամադրություններն էլ ինչպիսին են։ Ես նախ իրոք ուզում եմ արձանագրել, որ միջոցառումից հետո իմ համար ամենակարևոր այսպես հաղթանակը դա էր, եթե կարելի է այդպես ձևակերպել, մի քիչ գուցե բարձր է հնչում, բայց այդուհանդերձ ամենաշատը դա էր ուրախացրել, որ մարդիկ շատ ոգևորված, մեր հիմնական բնականաբար համակիրներն են եղել, իհարկե նաև կային հրավիրյալ անձիկ, բայց հիմնականում մեր այսպես համակիրներն էին եւ շատ ուրախացնող էր, որ մարդիկ շատ ոգևորված էին, այսպես նորից հույսով լի, հավատով լի, ինձ համար դա ամենակարևոր արձանագրումն էր, որ ես երեք արեցի։ Այո, մենք այս ընթացքում նաև տարբեր մարզային հանդիպումներ ենք ունեցել եւ այդ հանդիպումները բնականաբար շարունակելու են, բնականաբար ավելի ինտենսիվ են դարձել այդ հանդիպումները եւ ես ուրախ եմ արձանագրել նաև ի շարունակություն նախորդ հարցի ես տեսնում եմ փոփոխություն, որ մարդիկ կարևորում են լուրջ, կանխատեսելի, փորձառու երկրի ղեկավարի անհրաժեշտությունը։ Ինձ համար դա ամենակարևոր բանն է։ Մարդիկ կարող են սիրել Ռոբերտ Քոչարյանին կամ չսիրել, բայց շատ կարևոր է նաև այդ արձանագրումը, որ ես անում եմ, նաև այն մարդկանց դեպքում, ովքեր որ այսպես չեն սիրում իրեն, չգիտեմ, չեն ընդունում կամ ինչ որ, չգիտեմ, հակաքարոզչությամբ այսպես տարված են, բայց միևնույն է անգամ այդ մարդիկ արձանագրում են, որ իր ժամանակ ինքնավստահ ենք եղել, մեջքներս ձիգ է եղել եւ վստահ ենք եղել, որ պատվով է ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունը եւ առաջատանելու պատվով Հայաստանի Հանրապետության շահերը։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ այսօրվա մեր հյուրն էր Հայաստան խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ Կհանդիպենք վաղը։